Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր կանդրադառնանք արդարադատության նախարար Սրփուի Գալյանի մամուլի ասուլիսին, մասնավորապես նրա 1-2 թեզերին, 1-2 մտքերին, որոնք նա հնչեցրեց մամուլի ասուլիսի ժամանակ։ Եվ այսպես առաջին թերևս թեման այն է, որ սպասվող Սահմանադրության փոփոխություններում, որը ըստ նախարարի պետք է, այսպես ասած, ամփոփվի մարտ ամսին, քննչական մարմինները այսուհետ պետք է ենթարկվեն իշխանությանը, կառավարությանը կամ վարչապետին, թե որին կենթարկվեն, այս պահի դրությամբ Սրփուի Գալյանը չմատնանշեց, չառանձնացրեց, սակայն ենթարկվել կառավարությանը, լինել կառավարության ենթակայության տակ, նույնն է, ինչ ենթարկվել Նիկոլ Փաշինյանին։ Սրփուի Գալյանը մատնանշում է, որ բոլոր զարգացած երկրներում ահա այս պրակտիկան գործում է եւ մենք նույնպես պետք է նմանվենք զարգացած պետություններին, սակայն մի կարևոր բան տիկին նախարարը հաշվի չի առնում։ Առանց այն էլ, հարգելի հետևորդներ, Հայաստանում քննչական բոլոր մարմինները ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Եթե ոչ օրենսդրությամբ, ապա գործնականում նրանք հլու հնազանդորեն կատարում են Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները։ Այլ խոսքով ասած, մեր քննչական մարմինները Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիքակազմն են։ Զարգացած երկրներում, որոնցում ենթադրվում է, որ զարգացած են ժողովրդավարական ինստիտուտները, ապահովված է մարդու ազատությունը, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, որքան էլ որ քննչական մարմինները ենթարկվեն տվյալ պետության կառավարությանը, այնուամենայնիվ հաշվի առնելով քաղաքական մշակույթը այդ երկրների, երբևէ նրանք չեն դառնա գործիքակազմ տվյալ իշխանության ձեռքին։ Հակառակ դեպքում, իհարկե Սրփուի Գալյանը զարգացած երկրներ ասելով նկատի ունի արևմտյան պետությունները։ Հակառակ դեպքում մենք արևմտյան երկրներում ի տարբերություն Հայաստանի, ավելի շուտ ի նման Հայաստանի, կտեսնեինք բազմաթիվ քաղբանտարկյալներ, սակայն քաղբանտարկյալների բացակայությունը այդ երկրներում խոսում է այն մասին, որ քննչական մարմինները չեն օգտագործվում տվյալ երկրների իշխանությունների կողմից որպես մահակ երկրի ընդդիմության գլխին։ Իսկ հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են շտկել այն, որ նրանք ամեն օր թույլ են տալիս օրենքի խախտում։ Օրենքի խախտումը, երբ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հրահանգներ է իջեցնում իրավապահ մարմիններին, քննչական մարմիններին։ Սահմանադրության կոպիտ խախտում է Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները գրեթե անխտիր, որոնք մասնավորապես այս դեպքում վերաբերում են դատական համակարգին, իրավապահ համակարգին, ներառյալ իհարկե նաև քննչական մարմինները։ Հիմա գտել են շատ հեշտ ճանապարհ, որպեսզի այսուհետ Նիկոլ Փաշինյանը չհամարվի սահմանադրախախտ, պարզապես նրանք ցանկանում են քննչական մարմինները ենթարկեցնել արդեն օրենքով երկրի ղեկավարին։ Սակայն մենք դրանով իհարկե զարգացած երկրներին չենք հասնի։ Սրփուի Գալյանը իր խոսքում մատնանշում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ որպես ապացույց բերում է այն, որ դրա մասին են վկայում ԵՄ կառույցների զեկույցները։ Տիկին Գալյանը մոռանում է մի շատ պարզ հանգամանք, որ այս իշխանությունները նախ խնդրատու են ԵՄ-ի առաջ, իրենք են խնդրել Եվրոմիությանը, պատճառաբանելով ինչ-որ վիրտուալ հիբրիդային հարձակման մասին իբր Ռուսաստանի կողմից, թեպետ անուններ չեն նշել, եւ ըստ այդմ ակնկալում են, խնդրում են, որպեսզի Եվրոմիությունը ուղիղ միջամտի Հայաստանի ներքին կյանքին, ընտրական գործընթացներին։ Հարգելի հետևորդներ, թե խոսքի ազատությունը, թե մարդու իրավունքները, թե ընդհանրապես ողջ արևմտյան քաղաքական արժեհամակարգը
որոշակիորեն արժեք է արևմտյան երկրների ներսում, բայց ոչ երբեք որպես արտաքին քաղաքականության գործիքակազմ։ Արևմուտքը, Եվրոմիության երկրները ընդհանրապես այլ երկրներին վերաբերում են որպես իրենց քաղաքական շահերը սպասարկող մանրադրամի։ Եթե դու չես կարողանում քո շահերը համադրես նրանց շահերի հետ, դու վերածվում ես ուղղակի մանրադրամի։ Եվ նրանք ըստ քաղաքական նպատակահարմարության կարող են տարբեր զեկույցներով հանդես գալ։ Եթե նրանց շահերին համահունչ է, որպեսզի տեսնեն Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, այն է բռնապետի, ընդ որում ֆաշիզմի հասնող բռնապետի իրական դեմքը, ապա նրանք մեկ վայրկյան իսկ չեն վարանի եւ Նիկոլ Փաշինյանին կգամեն քաղաքական անարգանքի սյունին։ Սակայն եթե նրանց պետք է Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիք, ապա նրանք աչք կփակեն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում ու ինչը հակասում է իրենց իսկ կողմից հռչակված արժեքներին։ Հետևաբար Սրփուի Գալյանի այն որպես ապացույց մեջ բերումը, թե իբր ԵՄ զեկույցներում ամրագրված չէ Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների արկայությունը, դա դեռևս չի ապացուցում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Հակառակ դեպքում ԵՄ երկրները թող մատնանշեն գեթ մեկ հոգու, որը դիցուք ձերբակալվում ու միանգամից կալանավորվում է իրենց քաղաքական, խոսքը նկատի ունեմ կալանավորվածի մասին է, իրենց քաղաքական ուժի առաջնորդի անմիջապես հարցազրույցից հետո։ Թող ԵՄ անդամ երկրները իրենց զեկույցներում գեթ նման մի դեպք մատնանշեն ու հայտարարեն, որ իրենց երկրներում նման մարդը չի կոչվի քաղբանտարկյալ։ Թող ԵՄ երկրները մատնանշեն գեթ 1 բարձրաստիճան հոգևորականի, որը մեղադրվում է 8 տարի առաջ մեկ անձի միջոցով եսի մի այլ անձի գրպանը թմրան նյութ գցելու մեջ, ու նա չի համարվում քաղբանտարկյալ։ Թող ԵՄ երկրները մատնանշեն իրենց տարածքում գտնվող գեթ 1 բարձրաստիճան հոգևորականի, որը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ, սակայն ամիսներով չեն կարողանում ապացուցել, թե այդ մարդը հատկապես երբ, որտեղ, ում միջոցով եւ ինչպես էր ցանկանում կազմակերպել ընդհանրապես այդ ահաբեկչությունը։ Գտեք ԵՄ անդամ երկրներում մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի, որը դատապարտված է միայն նրա համար, որ արտահայտել է իր կարծիքը առ այն, որ տվյալ իշխանությունները պետք է հեռացվեն իշխանությունից։ Հարգելի հետևորդներ, յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում նաև հոգևորականի իրավունքն է իր քաղաքական գնահատականը հնչեցնել օրվա իշխանության հետ կապված եւ հանրությանը կոչ անել, որպեսզի սահմանադրությամբ ամրագրված բոլոր օրենքների շրջանակներում փորձեն հեռացնել այդ օրվա իշխանությանը։ Հեռացումը կարող է լինել խաղաղ ցույցերի ու անհնազանդության ակցիաների միջոցով, ինչպես նաև ընտրությունների միջոցով։ Եվ կա արդյոք ԵՄ անդամ երկրներում մի մարդ, որը ցանկանում է կանգնել ոչ թե հայ, այլ տվյալ պահին նկատի ունեմ իրենց, օրինակ կաթոլիկ եկեղեցու կողքին եւ հայտարարում է, որ ես եկեղեցուն կպաշտպանեմ իմ ձևով եւ նա անմիջապես հայտնվում է բանտում։ Կա արդյոք ԵՄ երկրներում նման դեպք։ Ու այդ մարդը չի համարվում քաղբանտարկյալ։ Վստահաբար ոչ, հարգելի հետևորդներ։ Նման մարդիկ ԵՄ անդամ երկրներում պարզապես գոյություն չունեն։ ԵՄ անդամ երկրներում չկա մի մարդ, որը կկալանավորվի հետույք բառն օգտագործելու համար։ Չկա պարզապես նման բան։ Իսկ Հայաստանում օրինակները բազմաթիվ են։ Եվ ԵՄ-ն աչք է փակում մեր քաղբանտարկյալների արկայության վրա, աչք է փակում բացառապես իր
քաղաքական նպատակներից ելնելով։ Ահա հարգելի հետևորդներ, սա է հիմնական այն մեխերը, որոնք ես փորձեցի առանձնացնել արդարադատության նախարարի մամուլի ասուլիսից։ Այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արժեք չեն, այլ ընդամենը գործիք։ Գործիք իրենց վերարտադրումը ապահովելու համար։ Այսինքն նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օգտագործում են ընդամենը ընտրվելու համար։ Մնացյալ ամեն ինչը կեղծ է ու անարժանահավատ։ Եվ մի հարցի նույնպես կցանկանայի կարճ անդրադառնալ, հարգելի հետևորդներ, այսօր Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիև հանդիպումն է։ Չեմ ուզի շատ ծանրանամ այդ հանդիպման վրա, քանի որ ինքնին ոչ մի նորություն այդ երկկողմ հանդիպումից մենք չիմացանք։ Ողջունվեց այն, ինչը ողջունվում է արդեն մի քանի ամիս։ Ցորենը եւ ադրբեջանական բենզինը ներկայացվեց իբրև տնտեսական խոշորագույն ձեռքբերում եւ կարևորագույն հանգրվանային քայլ խաղաղության հասնելու համար։ Մի խոսքով, ոչ մի նորություն չի ասվել։ Եվ հենց դա է վտանգավորը, հարգելի հետևորդներ, որովհետև մենք չենք իմանա, թե ինչ կուլիսային պայմանավորվածություններ է ձեռք բերվել, որը չի ներկայացվում հանրությանը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հայ ժողովրդի ու Արցախի գլխին բերած բոլոր պատուհասները կուլիսային բանակցությունների հետևանք են։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն Ադրբեջանին զիջում է այն ամենը, ինչը խոստացել է հենց կուլիսների ետևում։ Եվ դրանով էլ հենց վտանգավոր է այն ինֆորմացիոն պակասը, որը այսօր այս հանդիպումից կա։ Հետևաբար, հարգելի հետևորդներ, սպասենք նորանոր զիջումների, այդ խաղաղության, նախընտրական խաղաղության ընդ որում քարոզարշավի նոր հանգրվաններին մեր ազգային արժեքների ու ազգային արժանապատվության հաշվին։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։